Ճշմարտության և մեղքի փախումը։ Այսօր, եթե իրական հարց մը գա, որ պետք է ցնցե մեր հոգիները, ապա այդ է ճշմարտության և մեղքի փախումը։ Ոչ տեսանելի փախումը միայն երկինքեն դիտվող, այլ ականջներուն լսելի, աչքերուն տեսանելի, ժողովրդի միջև գոյացող ցավոտ ջեխմը, որ կընթանա փախումը զորավոր և հիշեցնող։ Եկեղեցին, երբ կլա Քրիստոսով շնչող մարմին, կլա ճշմարտության բնակարան, բայց երբ ան կլրե մեղքի դեմ, երբ ինքզին կպաշտպանե արդարացումներով, երբ հոգևոր մարդիկ կնախընտրեն պահել պատիվի համազգեստը և ոչ ճշմարտության սանդուղքը, այն ադեն ճշմարտությունը դուրս կմղե։ Սուրբ Գրիգոր Նարեկացին կսե. ճշմարտությունը կապրի լացի ու մաքրության մեջ, իսկ սուտը պատվական շապիկի ետև։ Այսօր այդ ճշմարտությունը մերժված է, այլևս միայն քարոզի բեմերեն չի հնչեր ճշմարտության ձայնը, կխլացվի կամքով կամ վախով, բայց ճշմարտությունը Աստծունն է և ինքը կարտահայտվի նույնիսկ եթե մարդիկ լրեն, ինչպես Տեր Հիսուսը ըսավ, եթե այս մարդիկ լրեն, քարերը պիտի կոչեն, Ղուկաս 19:40։ Եվ այսօր քարերը կոչեցին, աղաղակեցին։ Ժողովուրդը ինք դարձավ քար, և այդ քարն է, որ ջեղկեց կառուցվածքը, որովհետև մեղքը բազմացած է իր գահին վրա, որովհետև դռներու ետև կա դալան, չարաշահում, անսրբություն, խմորված ստեր, վախի մթնոլորտ, ուր էր Սուրբը։ Ուր պիտի կանգներ և կոչեր, ոչ, կամ ով պիտի կոչեր։ Ան չգտնվեցավ, և այս պատճառով ճշմարտությունը ինք քալեց ներս, բայց ճշմարտությունը երբ ներս կուքա, չի հարցներ, թե որ դուրն է, ով պիտի բանա։ Ճշմարտությունը որդկում մնե, որ քանթելով կուքա, որպեսի վերակառուցե։ Ուրեմն, երբ մենք կանգնած ենք ճշմարտության առջև, երկու ընտրություն ունենք. կամ թաքնվել մեղքի ետև, մեղքը փորձելով մեղմել, կամ խոնարհիլ անոր առջև, սրբվել և վերադառնալ ճշմարիտ Աստծոտուն։ Թեոդորոս Սկուդրացին գսե. մեղավորը երբ կներե ինքզինք, կվարկաբեկե արդարը, իսկ երբ սրբվի ճշմարտությամբ, կփառավորես Աստվածը։ Եվ մենք այսօր պետք է չընտրենք արդարացումի ճանապարհը։ Մեղքը մեղք է, նույնիսկ եթե ծածկված է վարդապետական կամ եպիսկոպոսական կամ հայրապետական զգեստով։ Ճշմարտությունը ճշմարտություն է, նույնիսկ եթե հնչած է ծաղրանքով, փողոցով կամ ընդդիմադիր ձայնով։ Ով ունի աչք տեսնելու համար, ով ունի սիրտ ընդունելու ճշմարտությունը, ոչ միայն ուրիշի, այլ իր մասին։ Եկեղեցին չմեռավ, բայց այն եկեղեցին, որ պետք է մաքրե թեթևությունները, փոխարինվի այն եկեղեցիով, որ կխոստովանի մեղքը և կուղղվի։ Այդ է կենդանի եկեղեցին։ Սիրելիներ, եկեք չկանգնենք մեղքի հետ միջնորդի կեցվածքի մեջ։ Եկեք չլանք այն ժողովուրդը, որ գիտե ճշմարտությունը, բայց կհառաչե լրեցե, որովհետև պատիվը ավելի կարևոր է։ Եկեք ըլլանք այն ժողովուրդը, որ գսե թող ճշմարտությունը լուսավորե, նույնիսկ եթե ցավալի է։ Եվ թող Քրիստոսը, որ ինքն է ճշմարտությունը, նորոգե մեր սրտերը, որպեսզի այլևս ոչ անձերուն, ոչ հեղինակություններուն երկրպագենք, այլ միայն իրեն, կենդանի Աստուծո։